Բարի օր, սիրելի ունկնդիրներ։ Հեն մանկետում այսօր մի մարդ է, ում հետ ես կարող եմ բովանդակային խոսակցություն վարել աշխարհի բոլոր հարցերի վերաբերյալ, թե ներքաղաքական, թե աշխարհաքաղաքական։ Բարի գալուստ, պարոն Քուչինյան։ Բարի ձեզ սիրելիներ, նմանապես։ Սկսենք մի հարցից, որ թերևս շատ է քննարկվում։ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգի Սենատի երկու սենատորներ դիմել են Մետային եւ Ալֆաբետին Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային հարձակումները կանխելու վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ դա շատ տեղին առաջարկ է, եթե հաշվի ենք առնում նաև Մոլդովայի փորձը։ Ձեր գնահատականով ինչ զարգացումներ կլինեն։ Շատ լավ հարց եք տալիս։ Գիտեք, այն որ Հայաստանի դեմ ծավալվել է, առնվազն մեր պատմության մեջ նախադեպը չունեցող այսպես տեղեկատվական արշավ եւ ոչ միայն տեղեկատվական բնույթի արշավ, այլ այսպես համախառն արշավ կամ ինչպես հիմա մոդայիկ ասել հիբրիդային արշավ, դա փաստ է, ընդ որում դա փաստ է, որը ոչ միայն մենք ենք փաստում, ոչ միայն մենք ենք արձանագրում։ Եվրոպական միության տարբեր վերլուծականներ բավականին վաղուց որ զբաղվում են այս ուրեմն գործով, ունեն հստակ այսպես ուրեմն ցուցակագրված ամենամյա զեկույցներ քանակությամբ հարձակումների ենթարկման երկրների եւ այս տարի ու անցած տարի Հայաստանը գտնվում է, եթե ճիշտ եմ հիշում, 8-րդ տեղում որպես թիրախ հիբրիդային հարձակումների, հանրապես հաստատ 10-յակի։ Կարծում եմ հիմա ավելի առաջ է։ Հիմա այս տարի նույնիսկ ես վստահ եմ, որ ավելի կբարձրանա, բայց 10-յակի մեջ է գտնվում։ Փոքր Հայաստան, դա դուք պատկերացնում եք, չէ՞, կա Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Ուկրաինային մեծ կոնֆլիկտները կան, բաները կան ու Հայաստանը 3 միլիոն բնակչությամբ այդ աշխարհի top 10-յակի մեջ է արդեն մտնում։ Ու դա բնականաբար բերում է ռեակցիաներ։ Եվ շատ ակնհայտ է, որ Հայաստանը միայնակ նման ուրեմն արտադրական մակարդակի դրված մեքենայի դեմ ուրեմն պայքարել չի կարողանա։ Եվ այստեղ դուք նշեցիք երկու սենատորների ուրեմն առաջարկությունը, որը իհարկե շատ կարևոր է, որովհետև սոցիալական ցանցերում ներկայությունը եւ մարդկանց թիվը, որոնք սոցիալական ցանցերից են իրենց տեղեկությունը ստանում Հայաստանում շատ մեծ է, բայց ես նաեւ հատկապես կարձանագրեի ԵՄ երկրորդ ուրեմն քաղաքացիական առաքելությունը, որը որ ուղղվում է Հայաստան եւ որը հենց հիմնականում սրանով է զբաղվելու։ Սա շատ ոգևորող է, սա նշանակում է, որ մենք մենակ չենք, որ մենք ունենք գործընկերներ, մենք ունենք աջակիցներ։ Սա նշանակում է, որ այո Հայաստանը ենթարկվում է հարձակման, բայց Հայաստանը ունի նաև աջակցության հնարավորություն։ Իհարկե, սա չի նշանակում, որ ինչ մեկը գալու է մեր փոխարեն մեր գործը անի։ Մենք ահռելի գործ ունենք անելու եւ քաղաքացիական հասարակությունը եւ փորձագիտական համայնքը եւ մեդիա համայնքը եւ քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, որոնք մասը չեն դարձել այդ հիբրիդային հարվածների, ահռելի գործ ունեն անելու հասարակությանը ներկայացնելու իրականությանը, հասարակությանը պատրաստելու ուրեմն այդ հարձակումները, որտեղ դեպի այդ հարձակումները մի հատ հետաքրքիր նրբություն ունեն, երբ որ իրանք սկսվում են, իրանք այլևս չեն դադարում։ Երբ որ դու դառնում ես թիրախ այդ ցանցերի, դա այլևս երբեք չի դադարելու, դա գնալով կատարելագործվում է, որում ինչքան տեխնոլոգիական բաղադրիչ Արհեստական բանականության բոլոր հնարավորությունները օգտագործվում են, չաթ-բոտեր, մատրոշկաներ, տեսնելու ենք անընդհատ զարգացող ուրեմն տեսանյութեր, տեսաուղերձներ, ուրեմն եւ գործող Հայաստանի քաղաքական անձանց դեմքը օգտագործելով եւ այլն, այսինքն դա գնալով միայն ավելի մեծանալու, զարգանալու, հզորանալու եւ մենք այսօրվանից ունենք խնդիր դրան պատրաստելու մեր հասարակությանը։ Այլ բաղադրատոմս դրա դեմ պայքարելու քան ուրեմն հասարակության պատրաստվածությունը, դրա մեջ մտնում է եւ մեծագրագիտությունը եւ փաստերի ստուգման կարողությունը եւ գիտեք աչալուրջ լինելը չկա։ Միակ բաղադրատոմսը դա է։ Ես մեր կուսակցության օրինակով կարող եմ ասել, թե ինչ թիրախավորված ուղղակի հարձակումներ են, թե հայհոյանքների տեսքով, թե ֆեյքերի տեսքով, թե չաթ-բոտերի տեսքով։ Եվ բնական է, որ այդ հայհոյանքներից այդ անհեթեթ մեկնաբանություններից ընդհանուր առմամբ միայնակ որևէ կուսակցություն կամ նույնիսկ ամբողջ երկիրը միայնակ պաշտպանվել չի կարող։ Ու այստեղ բնականաբար թե Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատորների առաջարկն է շատ տեղին, թե Եվրամիության աջակցությունն է գերանարարեստ։ Պատահական չէ, որ ասենք հենց այդ հարձակումների կենտրոնը առաջին արձագանքում է Եվրամիության աջակցությանը դեմ են, միանշանակ դեմ են, որովհետև դա ստացվում է, որ իրենց հաջողության, այսպես երաշխիքը եւ սկսում են դա անվանել միջամտություն, ընտրությունների։ Ես դեզիտեբ ասեմ, որ օրինակ երբ որ ես հանդիպումներ եմ ունենում
Եվրոպական միության տարբեր ուրեմն գործակալությունների ղեկավարների հետ, հատուկ հանձնակատարների հետ, որոնք որ Հայաստան են գալիս, ես այսպես ասեմ, վերջին տարիներին ով էլ Հայաստան եկել է, որպես կանոն հանդիպումներին ներկա եղել եմ, որպես փորձագետ, որպես քաղաքասարակության ներկայացուցիչ, իմ խորհուրդը միշտ դա է, չլսել այն մարդկանց ուրեմն բարձրացած վայրահաչոցներին, թե դուք միջամտում եք եւ այլն, եւ դրանից որովե կերպ զսպված չդառնալ ավելի իրենց գործողությունների մեջ, հակառակը անել էլ ավելի շատ, որովհետեւ գիտեք մենք ինչեր գործ ունենք, մենք գործ ունենք մի կողմից որևէ սահմանափակում չճանաչող եւ որևէ բարոյական, իրավական, քաղաքական կարմիր գիծ չունեցող ուժի հետ, որը որ հնարավոր բոլոր գործիքակազմերով միջամտնում է եւ ազդելու է, մյուս կողմից գործ ունենք Եվրոպական միության հետ, որին որ մեր կառավարությունն է հրավիրում գալու եւ իրեն աջակցելու եւ որը փորձում է, այսպես գիտեք, նրբանկատություն ցուցաբերել, հանկարծ մի քայլ ավել, մի բառ ավել չասեն, մի բան ավել չանեն, որ չընկալվի որևէ բան եւ այլն, ես ասում եմ, իսերն ասո, մի կողմ թողեք այդ ժողովրդավարական, չէ, ժողովրդավարականի մասին չի անգամ խոսքը, գիտեք, խոսքը հայերենում է շատ լավ արտահայտություն կա, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու ձեր ցանկությունը, եթե ձեր նպատակն է այդ մարդկանց խոսալու տեղ չթողնել, այդ աներկանանալի նպատակը, որտեղ այդ մարդկանց այդ մարդիկ ունեն քաղաքական նպատակ ինչ-որ բան խոսալու հնարավորություն ունենալու միշտ, անկախ ամեն ինչից։ Եվ ձեր նպատակը այդ մարդկանց բավարարելը չի, ձեր նպատակը մեզ աջակցելն է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները պաշտպանելու գործում։ Դե ֆակտո մենք ունենք պատերազմ, այո, տեղեկատվական պատերազմ, որ այդտեղ կազուսվելի պետք չի։ այո, Պատերազմը արդեն սկսվել է եւ պատերազմի թիրախում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն է իբրև ինքնիշխան պետություն, այլև Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր քաղաքացին է։ Եվ այս պարագայում ես շատ կարևորում եմ Կիրակի օրը ձեր կազմակերպած անվտանգային առաջին խորհրդաժողովը ու կարծում եմ, որ այդ խորհրդաժողովը պետք է դառնա պարբերական, որովհետև այն խնդիրները եւ այն ռակուրսով, որ քննարկվում էին, հասարակության համար շատ կարևոր են։ Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես այդ երկրորդ ալիքի քաղաքականությունից անցնի առաջին ալիքի քաղաքականության, որտեղ տեղեկատվական ցանկացած պատերազմում հարձակվողը միշտ հաղթում է։ Մենք պետք է տարածքը լցնենք ինֆորմացիայով այնքան, որ ոչ թե մենք ստիպված լինենք պատասխանել, հերքել, բացատրել, արդարանալ, չգիտեմ, արտարացնել, այլ իրենք։ Այո։ Իսկ դրա համար իսկապես շատ կարևոր է ուղեղային կենտրոնի ստեղծումը։ Շատ ճիշտ է։ Եվ ես չգիտեմ, որքանով իմ առաջարկը կարող է ընդունելի լինել, ես կարծում եմ, որ ձեր հայկական խորհուրդը կարող է դառնալ այդ ուղեղային կենտրոնի կորիզը, որովհետև թե փորձագետների բավականին մասնագիտացված խումբ ունեք դուք եւ թե բավականին լայն ինֆորմացիա եք տիրապետում։ Պարզապես այդտեղ պետք է լինի ազգային անվտանգության ծառայության, անվտանգության խորհրդի, արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, հակահայտախոսության այդ բոլոր ջանքերի միավորումը, որպեսզի պետությունը իսկապես կարողանա պաշտպանունակ դառնալ, դիմադրունակ դառնալ, ինչը Եվրամիության անվտանգային քաղաքական Հայաստանին ուղղված անվտանգային քաղաքականության հիմքում է։ Եվ այստեղ նաև շատ կարևոր է, որ այս ամեն ինչը գործնականում յուրաքանչյուր քաղաքացի զգա։ Մենք պաշտպանված զգանք, որտեղ որևէ մեկի համար գաղտնիք չի։ Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի նպատակը որն է։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության թուլացումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պարզապես վերացումը խոշոր հաշվով, պետական հեղաշրջումը։ Եվ այս պարագայում մենք աջակից ունենք միայն Եվրամիություն եւ աջակից ունենք միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներ դե ֆակտո։ Ու այս գաղափարը ես կարծում եմ հնարավորինս պետք է տիրաժավորել, հնարավորինս պետք է հասցնել բոլորին առ այն, որ մենք պաշտպանվածության միայն մեկ ճանապարհ ունենք։ Ու այդ բացարձակապես կապ չունի իշխող կուսակցության, ասենք հավասարակշռ քաղաքականության հետ, որը մեզ ավելի խոցելի է դարձնում։ Տեսեք, այն որ ռազմավարական հաղորդակցության մեջ ամենաարդյունավետ գործիքներից մեկը դա պրոակտիվ տեղեկատվական քաղաքականությունն է, դա շատ հստակ է։ Այսինքն, երբ որ դու դաշտը դատարկ ես թողում, այդ դաշտը որպես լցվում է աղբով կամ լցվում է հակառակորդի ցանկացած տեղեկատվական պարունակությամբ։ Եվ այո, դրա լավագույն լուծումը այդ դաշտը ինքդ լցնելն է, պրոակտիվ կերպով լցնելն է, ուրեմն ճշգրիտ տեղեկությամբ, ստուգված տեղեկությամբ, դա իհարկե շատ մեծ բարդություններ մեջ պարունակում, որտեղ ճշգրիտ եւ ճշտված տեղեկությունը շատ ավելի բարդ է ժամանակին ու արագ տեղ հասցնել ի տարբերություն ստի,
որտեվ սուտը 1500 ձև կարելի է տարբեր կերպ գեներացնել, մտածել, ստեղծել, հորինել, դա որևէ կերպ պետք չի ինչ-որ ֆիլտրերով անցկացնել եւ արագ հնարավոր է ցրել։ Մարդիկ էլ շատ սիրում են, գիտեք, այսպես պայթեցնող ինչ-որ տեղեկություններ, sense ցնցող սենսացիաներ ու դա շատ արագ տարածվում է, դա շատ բարդ է, բայց դա անիրականանալի չի։ Եվ դրան զուգահեռ իհարկե կա նաեւ այդ ինստիտուտների հեղինակության խնդիրը։ Տեսեք, ես կարծում եմ մինչև 20 թվականի պատերազմը Հայաստանը հաջողել էր կառուցելու բավականին այսպես կուռ տեղեկատվական դաշտ, նույնիսկ որոշ գնահատականներով չափազանց կուռ, որտեղ դրսից ընդհանրապես տեղեկություն մեր հասարակությունը չէր ընկալում, չէր ընդունում։ Բայց 20 թվականի պատերազմի ժամանակ մենք ըստ էության մսխեցինք այդ ռեսուրսը, մենք ոչնչացրեցինք այդ ռեսուրսը եւ հիմա շատ մեծ խնդիր կա, շատ մեծ ճգնաժամ կա, մարդիկ ինստիտուտներին չեն հավատում։ Այդ նախարարությունների տարածված տեղեկություններին եւ այլն, ոչ հավատում են, ոչ էլ անգամ հարկ են համարում լսել։ Հավատում են անձանց, հավատում են ինչ-որ բլոգերների, հավատում են ինչ-որ ուրեմն կիսա մասնագիտական sense ժարգոնով հաճախ հայյանքներով խոսող մարդկանց մոտ տպավորությունա, որ եթե ինչ-որ մեկը հայյանքներով կամ ավելի པարզ լեզվով է խոսում, ուրեմն ինքը ավելի ազնիվ է։ Այսինքն այս անջերպետը ինչ-որ առումով առաջացե մի կողմից հասարակական լայն շերտերի եւ դրա մեջ ինչ-որ իրանք ուզում են լսել եւ մյուս կողմից պետական տեղեկատվության միջև այն մեծ մամլո հաղորդագրությունները բաները որ դրանք ոչ մեկ չեն կարդում այս երկրում, հա։ Ու սա շատ լուրջ խնդիր է։ Ընդ որում սա մեր մոտ այդ ինչպես նշեցի, 20 թվականի եւ դրանց հաջորդած ճգնաժամերի պատճառով էլ ավելի խորացած խնդիր է, բայց սա խնդիր է ընդհանրապես աշխարհում։ Եթե դուք նկատեք, օրինակ Սպիտակ տունը կամ Թրամփի ադմինիստրացիան ոնց են իրենց հաղորդակցությունները տածում, ֆենոմենալ բան է, ասենք ինչ որ նախագահից 20 վայրկյանանոց աուդիո մեսեջ են տարածում, կամ նախագահան կիսա ժարգոնային, երբեմն նույնիսկ հայախառն արտահայտություններով իրեն հերքելով մի նախադասության մեջ մի քանի անգամ։ Ու ինչի է դա, օրինակ ոչ մեկի մոտ հոյ մարդիկ հիմար չեն որ տենց բան ան, որտեվ իրանք հասկանում են, որ եթե իրանք տենց չեն վարում հաղորդակցությունը, մարդիկ իրանք չեն լսում ուղղակի, չեն կարդում, հասկանում եք։ Հիմա իհարկե ես չեմ առաջարկում, որ մեր կառավարությունը սկսի այդ ոճով մամլո հաղորդակցություններ տարածել կամ ռազմավարական հաղորդակցություն կիրառել, բայց ուզում ասեմ, սրանք արդեն համաշխարհային մակարդակի նոր մարտահրավերներ են, երբ որ մարդիկ այդ շորթերի սինդրոմն է, հա, մի րոպեից ավել նույն տեսանյութը որպես կանոն չեն նայում կամ massայաբար չեն նայում։ Կամ առաջին 15 վայրկյանը։ Կամ առաջին 15 վայրկյանը։ Ու սա խնդիրը, որը որ նույնպես մենք մեր ռազմավարական հաղորդակցության մեջ պետք է մտածենք։ Ինչ վերաբերում համաժողովին, շնորհակալ եմ շատ ձեր գնահատականի համար, այո, դա վաղուց մեր մոտ գաղափար կար, ուրեմն Երևանում այդ բաց լրացնելու, որտեղ եթե նայեք մեր բոլոր հարևան երկրները ունեն անվտանգության ամենամյա համաժողով, բացի մեզանից։ Թուրքերը ունեն, վրացիները ունեն, ադրբեջանցիները ունեն, իրանցիները, չքանով որ համաժողով անում են, երևի թե ունեն Մենակ Երևանում էր չկա եւ այո մենք նպատակ ունենք դա դարձնելու ամենամյա։ Ինչ վերաբերում է երեք պետությունները, որոնք որ նշեցիք, որոնք ոնց որ ասած, ընդհանուր առմամբ մեր լավը չեն ուզում, հա։ Գիտեք, ես կարծում եմ որ ամեն դեպքում նույնիսկ այդտեղ մենք տարանջատում կա այդ։ Այդ հենց այդ ուզում ասեի եւ վստահ եմ դուք էլ դա կասեիք, որ տարանջատել է պետք, որովհետեւ իրեքն էլ ինչ որ առումով մեզ համար մարտահրավեր են, բայց իրանք շատ տարբեր մարտահրավերներ են, շատ տարբեր քաղաքական կոնյունկտուրա են եւ տարբեր շահեր ունեն, այդ շահերի հետ պետք է աշխատել, յուրաքանչյուրի հետ պետք է աշխատել։ Եվ ես օրինակի համար հաճախ Հայաստանում տեսնում եմ այդ ընդհանուր միացած, որտեղ այդ ռուս, թուրք, ադրբեջանցի բան սաղն է, տենց դու որպես պետություն չես կարող այսպես ճոխություն թույլ տաս, որ տենց սաղը մեկ եք, բան, չէ, դու պետք է յուրաքանչյուր այդ առանձին, յուրաքանչյուր այդ իր ձևով, յուրաքանչյուր այդ իր քո շահերի համընկնումն ու տարանջատումը հաշվի առնելով աշխատես ու դա նույնպես այն բաներից մեկն է, որը որ պետությունը օրինակ տարանջատում է համայնքից, էլի, որովհետև եթե դու համայնքի անդամ ես, դու կարաս բոլորի մասին նույն բանով խոսաս, բոլորի մասին պատասխանատվություն չունես։ Կեցեք։ Իսկ մեր պարագայում մանավանդ այս աշխարհակահական վիճակում մենք չափազանց զգուշ պետք է լինենք էլի մեր ամեն քայլի ու խոսքի մեջ։ Լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Անդրադառնանք մեկ այլ խնդրի։ Ալեն Սիմոնյանը Կոստանդնուպոլսում հայ լրագրողների հետ ասուլիսում հայտարարեց, որ Թուրքիան դարձել է Ադրբեջանի պատանդը։ Այսինքն վերջապես բարձրաձայնվեց այն տեսակետը, որ գրեթե բոլորիս մտքում էր, որ Թուրքիայի պես գերտերությունը Ադրբեջանի, չգիտեմ, փոքր եղբոր թե ինչի կմահաճույքով է շարժվում Հայաստանի հետ իր հարաբերություններում։
Այստեղ ինչ զարգացումներ կարող են լինել։ Ես հիշեցնեմ նաև, որ բոլորովին վերջերս Էրդողանը ինքն էր անդրադարձել այդ թեմային եւ միջին միջանցքի հետ պայմանավորված, տրիպի հետ պայմանավորված կարևորել, որ այդ ճանապարհը վերջապես գործի, սահմանը վերջապես բացվի, տնտեսական ինչ դիվիդենդներ է ստանալու Թուրքիան։ Հարցը տեղից կշարժվի վերջապես։ Թուրքիան ըստ էության այս հարցերում իր արտաքին քաղաքականությունը արտապատվիրակել է Ադրբեջանին։ Եվ ես չեմ կարծում, որ Թուրքիան գնալու է որոշիչ քայլերի առանց Ադրբեջանից կանաչ լույս ունենալու։ Ընդ որում այնտեղ շատ པարզ հաշվարկ կա արել թուրքական կողմը։ Ադրբեջանից իր կախվածությունները ֆինանսատնտեսական ամենաէլեմենտար ասեմ էներգետիկայի ոլորտում ավելի մեծ են, քան հնարավոր ուրեմն եկամուտը, որը որ Թուրքիան ստանալու է հայ-թուրքական սահմանի բացումից։ Այսինքն ավելի կոնկրետ օրինակը բերեմ։ Ադրբեջանը Թուրքիային գազը վաճառում է զեղչով։ Այդ զեղչը ամբողջությամբ որոշում է տրամադրել թե չտրամադրել ադրբեջանական կողմը։ Եվ հաշվարկները ամենապարզությունից են տալիս, որ առնվազն առաջի տարիներին հայ-թուրքական սահմանի բացման մեր առևտրաշրջանառության ծոր գումարային արժեքը կամ եկամուտը Թուրքիայի համար ավելի մեծ չի լինելու, քան եթե Ադրբեջանը այդ զեղչը իրանցից վերցնե։ Հասկանում եք, այսինքն այնպես չի, որ այնտեղ մեծ եղբայր, փոքր եղբայր, այնտեղ էլեմենտար հաշվարկի, այո, շատ པարզ տնտեսական հաշվարկ կա։ Այդ առումով ես չեմ կարծում, որ թուրքերը այսպես լուրջ քայլեր կանեն առաջ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման։ Իսկ հիմա ինչա ուզում Ադրբեջանը։ Ադրբեջանը իր հերթին այսպեսի հաշվարկ է արել, որ Թուրքիայի համար, ներողություն, Հայաստանի համար ամենակարևոր ուղղությունը արևմտյան ուղղությունն է, եվրոպական ուղղությունն է, մենք դա ենք ուզում, դա ենք երազում եւ այլն եւ այլն։ Իսկ որն է մեր ուղին դեպի արևմուտք։ Դա Թուրքիան է։ Աշխարհագրությունն է այդպեսին։ Այլ ձև բեռը դնել Երևանում երկաթուղու վրա, որ այդ բեռը գնա հասնի Բերլին կամ Հռոմ, առանց նավ նստելու, առանց մոդուլ փոխելու եւ այլն չկա։ Թուրքիան է այդ ճանապարհը։ Մեզ համար իրականում հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ օգուտը դա շատ ավելի հնարավոր դարձնել է Հայաստան-Եվրոպա ինտեգրացիոն գործընթացները։ Էլ չասած նրա մասին, որ ամեն դեպքում Թուրքիան ԵՄ-ի հետ մաքսային միության անդամ է։ DCFTA-ը, որը որ մենք սեպտեմբերի 3-ի պատճառով չստորագրեցինք, թուրքերը հələ 50-ականներին ստորագրել են։ Հասկանում եք։ Իսկն սա էլ է տակիվար, որ մեր հարևաններից երկուսը, Վրաստանը եւ Թուրքիան, ԵՄ-ի հետ մաքսային միության անդամ են։ Դրա համար բոլորը խոսակցությունները թե Եվրոպան ուր է, դրա հետ մենք չունենք սահմաններ, բան դրանք այնքան էլ են։ Եվրոպան մեր հարևանն է։ Մենք ԵԱՏՄ-ի հետ սահման չունենք, իսկ ԵՄ-ի մաքսային տարածքի հետ մենք սահման ունենք, որում երկու հատ։ Հիմա Ադրբեջանը այս հաշվարկով առաջնորդվելով եկել է եզրակացության, որ իրենց ձեռքի խաղաքարտերի մեջ ամենավերջին եւ ամենագլխավոր կոզիրը, այսպես ասած, դա հայ-թուրքական սահմանի փակ պահելն է։ Եվ իրանք այդ քարը դնելու են սեղանին մենակ այն պահին, իմ կարծիքով, երբ որ իրանք վստահ լինեն, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը այլևս անշրջելի է, անդառնալի է, որ իրանք ապահովված են, ապահովագրված են։ Մինչև այդ իրանք դրան չեն համաձայնվելու։ Եվ այո, Ստամբուլում Ալեն Սիմոնյանը խոսեց նրա մասին, որ ուրեմն կախվածություն կա, բայց ես առաջի անգամը չի, ես կարծում եմ թե պաշտոնական, թե օրինակ իմ օրինակ խոսակցությունում փորձագիտական կամ քաղաքասարակության, այդ հարցը պարբերաբար է բարձրացվում։ Իհարկե դա նյարդայնացնում է Թուրքիան, երբ որ ուղիղ դրա մասին խոսում ես, բայց դե նյարդայնանան չեն նյարդայնանան, դա իրականությունն է։ Անդրադառնանք հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Համենայն դեպս այն գործը, որ փորձագիտական մակարդակով դուք սկսել եք այդ հարաբերությունները հասարակական կազմակերպությունների հետ ու փորձագիտական շրջանակների հետ քայլ առ քայլ առաջ տանելու, ես կարծում եմ, որ գերկարևորը երկու հասարակությունների միջև տասնամյակների այս մթնոլորտը փոխելու առումով։ Գաբալայից հետո հաշվի առնելով նախորդ բոլոր հանդիպումները, ինչ որ փոփոխություններ կարող ենք արձանագրել, որ թե Ադրբեջանի հասարակության մեջ են, գուցե շատ նվազագույն, գուցե ինչ ասեմ, դեռ աննկատ եւ հայ հասարակության մեջ նաեւ եղել։ Ընդհանրապես այստեղ հայ քաղաքական միտքը ինչ որ փոփոխություններ կրում է այդ հանդիպումների հետևանքով։ Կարևորելի հարց եք տալիս։ Գիտեք, ես կարծում եմ, որ 3 բան ստեղ կասեմ։ Առաջինը ամեն հաջորդ հանդիպումը ինքնին ձեռք բերում է։ Որտեղ ես հիշում եմ, որ մենք նոր ենք սկսում, բոլորի մոտ են տպավորություններ, որ սա միանգամյա, լավագույն դեպքում երկու անգամյա։ Լավ, մի անգամ գնացինք եկանք վերջ։
բայց մենք ըստեյության ինչ արեցինք, առաջին ռաունդում դա 5 գումարած 5 ձևաչափ էր, երկրորդ ռաունդում դա դարավ 20 գումարած 20 ձևաչափ, ասենք մենք ոչ միայն շարունակեցինք, մենք մեծացրեցինք եւ մենք ունենք պայմանավորություն, որ մենք շարունակում ենք։ Սա ինքնին արդեն ես կարծում եմ կարևոր ձեռքբերում է։ Երկրորդ բանը, որ կուզենամ այս թեմայով ասել, տեսեք, երբ որ մենք առաջին ռաունդն էինք անում, թե այստեղ թե Ադրբեջանում շատ մեծ հասարակական ըմբոստություն եղավ, դժգոհություն եղավ, քաղաքական տարբեր շրջանակներից լավ, առանց այսպես, չգիտեմ, ճակերտներում համեստության, մեղմ ասած ազգի դավաճանների լուսապսակ էին տրվում ձեզնից յուրաքանչյուրին եւ այդ լուսապսակի տակ գուցե ցավներ, գուցե դեռ վիրավորանքներ, չգիտեմ ինչներ, բայց բոլոր դեպքերում աստիճանաբար են ընկալում, որ ձեր արած անհրաժեշտությունը, կարծում եմ հիմա վերակշռում է, որ երկրորդ ռաունդի ժամանակ այդ ընկալումը անհամեմատ մեղմված էր, անհամեմատ ուղղակի։ Այսինքն ինչ որ առումով մենք այդ երկաթյա վարակույրը պատռեցինք։ Այն ինչ որ տաբու էր, մենք այդ տաբուն ջարդեցինք, ու սա շատ կարևոր է։ Եվ վերջապես երրորդը, կողմերը իրար հետ պայմանավորվածություն ունեն, որ այս հանդիպումների միջև մենք նաև աշխատում ենք մեր հասարակություններում։ Ու սա կարևոր է, որ սա արվում է եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում։ Մենք հանդիպում ենք քաղաքասարակության, փորձագետների, մեդիայի, համայնքների բնակիչների հետ, նույնը անում են իրենք եւ պատմում ենք թե այս ֆորմատի մասին, թե գործընթացի մասին, թե հնարավորությունների մասին, այսինքն կամաց ավելի ընդգրկուն ենք դարձնում այն քաղաքացիական ներգրավվածությունը, որը որի սկզբանե եղել է 5 գումարած 5 ձևաչափով, հա։ Գիտեք 37 տարվա կոնֆլիկտից, մանավանդ այսպիսի կոնֆլիկտից հետո, ըստ էության հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հետսովետական տարածքի ամենադաժան կոնֆլիկտն էր եւ տևական եւ ամենադաժան, որ դուք նայեք մնացած բոլոր կոնֆլիկտները ոչ միտեղ այն մակարդակի ատելություն եւ փող բացառում ըստ էության չի եղել։ Աբխազներն ու օսերը մինչեւ հիմա Վրաստանում վրացական հիվանդանոցներ են գնում, հա։ Պրեդնիստրովիայում օգտվում են Մոլդովայի քաղաքացիների իրավունքներից, գնում են գալիս են սահմանները բաց հաստատության։ Եվ այդքան զոհեր չեն եղել։ Այսինքն ոչ միտեղ չի եղել եւ ոչ այն ատելությունը, ոչ այն քանակությամբ արյունը, ոչ այն քանակությամբ բռնությունը։ Գուցե միջին ասիական հանրապետությունների անգամ այնտեղ թեկուզ արյուն եղել է, այո, այդ ամենը չեղել է, բայց այն մասշտաբների չի եղել եւ այն փող բացառման մակարդակի չի։ Տեսեք, երբ որ մեր Ղարաբաղը այնտեղ 0 ադրբեջանցի կա, երբ որ իրանց Ղարաբաղը այնտեղ 0 հայ կա։ Այսինքն բացառում ենք իրար ուղղակի։ Եզակի բան է այդ առումով։ Եվ բնական է, որ այդ աստիճանի կոնֆլիկտից հետո 2 չէ, 4 չէ, 20, 100 հանդիպմամբ ամեն ինչ չի կարա կարգավորվի, ամեն ինչ չի կարա կազդուրվի։ Բայց մյուս կողմից էլ ես օրինակ ինֆոնից ասում են, բա ձեր արածի արդյունքում խաղաղություն կարա երաշխավորեք որ լինելու։ Ես ասում եմ, ես չեմ կարա ձեզ երաշխավորեմ, որ խաղաղություն լինելու, բայց ես ուրիշ բան կարամ երաշխավորեմ։ Եթե այս աշխատանքը չի տարվում, ապա երաշխավորվածը որ լինելու է պատերազմ։ Հասկանում եք, երաշխավորված չի, որ մեր աշխատանքի արդյունքում խաղաղությունը կլինի։ Դա հնարավորություն է, բայց երաշխավորվածը, որ եթե այս աշխատանքը չի տարվում, մենք գնում ենք նորից կոնֆլիկտի կրկնության ուղղությամբ։ Գիտեք, տարիներ առաջ կար ֆորմատ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, Վրաստանի խորհրդարանի, Ադրբեջանի Միլի Մեջլիսի եւ Ֆրանսիայի սենատի նախագահների խորհրդարանի ղեկավարների քառյակ։ Եվ այդ քառյակի շրջանակներում իսկապես շատ հետաքրքիր հանդիպումներ ու քննարկումներ էին լինում, ու մի քանի հանդիպումների աշխատանքի բերումով ես էլ եմ ներկա եղել, շատ հետաքրքիր իրավիճակ էր հայերն ու ադրբեջանցիները բնականաբար սկսում էին նրանք իրենց 1 միլիոն փախստականներ 20%, մենք մեր հարցերը եւ շահում էր միայն Վրաստանը։ Վրաստանը հիմնական Նինո Բուրջանաձեի խորհրդարանի նախագահության շրջանները այդ ժամանակ Բուրջանաձենցի կառուցողական տեսակետներ էր ներկայացնում, ինչ կարող է անել Վրաստանը տարածաշրջանում, ինչ դեր կարող է տարածաշրջանում իբրև խաղաղարար, իբրև տնտեսության զարգացնող Վրաստանի դերը։ Ու հիմա որ նայում ենք ոնց է փոխվել իրավիճակը տարածաշրջանում, ինչ հետաքրքիր զարգացումներ այնուամենայնիվ եղան, Վրաստանի դերի բացարձակ փոփոխություն, Հայաստանի դերի 180 աստիճանի փոփոխություն եւ այդ նույն համարյա թե նու չասեմ 180, բայց 100-ի մոտ աստիճանի փոփոխություն Ադրբեջանի պարագայում, իսկ Ֆրանսիայի դերը մնում է գրեթե այն ժամանակ էլ հիմա էլ մնում է նույնը։ Այս առումով հնարավոր է ասենք
այլ ֆորմատներ ձևավորում, ես չեմ ասում քառյակի ձևավորում, բայց Շատ լավ։ նման ֆորմատների ձևավորում, որպեսզի ոչ միայն փորձագիտական, ոչ միայն հասարակական կազմակերպությունների շրջանակում, այլև մի քիչ ավելի բարձր, ես նկատի ունեմ պետական կառավարման համակարգը։ Այս համակարգում 3+3 ձևաչափը դնենք մի կողմ, որովհետև իմ գնահատականը ամենայն դեպս այդ ձևաչափը գործող ձևաչափ չի եւ այդ ձևաչափում Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես անելիք չունի։ Նոր որևէ ձևաչափի զարգացում։ Տեսեք, այն որ Վրաստանը ըստ էության հայ-ադրբեջանական կոնֆլիկտից ամենաշահած պետությունն է վերջին 10-ամյակների ընթացքում, որտեղ հարավային Կովկասում անցնող ամեն ինչը անցել է Վրաստանով։ Եվ մեր համար, եւ Ադրբեջանի համար, եւ Թուրքիայի համար, եւ Ռուսաստանի համար բոլոր կոմունիկացիաները այսպես թե այնպես անցել է Վրաստանով, դա ակնհայտ է։ Այն որ հիմա այս կարգավորման գործընթացները շատ լուրջ անհանգստություն են առաջացնում Վրաստանում, որտեղ իրենք հասկանում են, որ իրենց մոնոպոլ դիրքը առանձնահատուկ դիրքը կորցնում են, այո, դա նույնպես շատ հասկանալի է։ Բայց ես նաև մտավախություն ունեմ, որ հիմա չսկսվի նաև հակառակ գործընթաց, օրինակ Վրաստանին դեմոնիզացնելու կամ Վրաստանին այսպես հեռացնելու այս գործընթացներից։ Գիտեք, sense մի հատ էլեմենտար բան պետք է մենք ձեզ ֆիքսենք, էլի Հարավային Կովկասի բոլոր 3 հանրապետությունները ունեն փոխկախվածություն։ Այս puzzle-ի մեջ եթե սիրեկից որևէ մեկը դուրս է գալիս, կորցնում է իր անկախությունը, կորցնում է իր ինտեգրումը Հարավային Կովկասում, դա Հարավային Կովկասի համար ունենում է աղետալի հետևանքներ։ Դրա համար է օրինակ այդ ֆորմատից ինձ հարցնում եք, ինձ համար ամենաառաջին ֆորմատը 3-ի ֆորմատն է։ Այ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ֆորմատն է։ Մինչև այդ պլյուսերի մասին խոսալը +3, +2, +1, +10, 3-ը պետք է հələ իրար հետ սկսեն խոսալ։ Այս առումով օրինակ ինձ շատ ոգևորել էր, երբ որ անցած տարի, եթե ճիշտ եմ հիշում, 3 երկրների փոխարտգործ նախարարներն էին հանդիպել Թբիլիսիում, եւ ես միշտ կոչ եմ անում բոլոր հնարավորությունների դեպքում շարունակել այդ process-ը, դա շատ կարևոր process է։ Մենք երեքով լիքը թեմաներ ունենք խոսալու։ Ամենատեխնիկական թեմաներից ջրային ռեսուրսների կառավարումը, որտեղ լիքը ջուր կա, որ մեր համատեղ կառավարման է։ Գետերի հոսքեր եւ այլն, հա, էներգետիկ ոլորտում իրար հետ համագործակցությունը, էլեկտրական ցանցեր, ածխաջրածնային ռեսուրսներ եւ այլն, այսինքն ահռելի քանակությամբ թեմաներ կան, որոնք երյակի ֆորմատի քննարկման առարկա են։ Եվ ինձ համար օրինակ համար այ ամենաառաջնային ֆորմատը, որ ասում են ինչ ֆորմատով կարելի է շարունակել խոսում, դա հենց 3-ի ֆորմատն է։ Մինչև որևէ մեկի հետ պլյուս անելը, մենք այս 3-ով պետք է իրար հետ լեզու գտնենք։ Այ ոնց են Կենտրոնական Ասիայում արել, ոնց են Բալթիկ երկրները արել, հիշում եք, Բալտիկայի 3 երկրները այդ սոլիդարության շարժումը որ սկսել էին, թեպետ մենք շատ հեռու ենք դրանից։ Խոսքը դրա մասին չի։ Բայց իրենք 3-ով էին անընդհատ հանդես գալիս։ Ու դա իրանց քաշներ բարձրացնում, դա իրանց կարողություններ բարձրացնում։ Պատահաբար չի ասում են Մերձբալթյան հանրապետություններ չէին ասում Լատվիա, Լիտվա, Էստոնիա։ Ու դա տեսեք, այդ 3-ից ոչ մեկը առանձին վերցած բնականաբար չունի այն դիվանագիտական կարողությունը, որ իրանք ունեն 3-ով, չէ։ Հիմա տեսեք Կենտրոնական Ասիայում ինչ է կատարվում։ Իրանք սկսել են ամենտեղ հանդես գալ 5-ով։ Գնում են Վաշինգտոն 5-ով են գնում Վաշինգտոն, գնում են Մոսկվա 5-ով են գնում Մոսկվա, թուրքերի հետ են խոսում 5-ով են Թուրքիայի հետ խոսում։ Ու դա էականորեն բարձրացնում է իրենց քաշը։ Հիմա ես բնականաբար այս բանը չեմ խոսում, որ մենք ամենտեղ գնանք 3-ով։ Ես ընդհանրապես խոսում եմ, որ մենք 3-ով սկսենք իրար հետ խոսալ, իրար հասկանալ, ինչ որ պրոյեկտներ իրար հետ անել, որովհետև չափազանց երկար ժամանակ է այս հարավային sense մի հատ նույնիսկ անեկդոտ կա, ասում եմ Միացյալ Նահանգներում մի ուղղությամբ 300 կիլոմետր գնում ես, նույն պետության մեջ ես։ Եվրոպայում 300 կիլոմետր նույն ուղղությամբ գնում ես, 4 հատ պետություն ես անցնում։ Հարավային Կովկասում 300 կիլոմետր մի ուղղությամբ գնում ես, անցնում ես 3 հատ ռազմաճակատ, 2 հատ ցեղասպանություն, մի հատ, չգիտեմ, էթնիկ զտում ու sense ինչ որ պատկեր։ Այս պատկերը պետքա փոխվի։ Լավ, անդրադառնանք 2026-ի հունիսի 7-ի ամենայն դեպս իմ գնահատականը ամբողջ տարածաշրջանի եւ բնականաբար Հայաստանի համար կարևորագույն ընտրություններին։ Տեսեք, այս ընտրությունները արդեն որակվել են քաղաքակրթական, էգզիստենցիալ, չգիտեմ, ինչքան ասեք կարող եք աշխարհաքաղաքական, տարբեր որակումներ կարող եք տալ։ Բայց եկեք հասկանանք համատեղ, ի վերջո, այս ընտրություններում որը պետք է լինի միջին վիճակագրական ընտրողի կողմնորոշիչը։ Ընդհանրապես ինչ գլխավոր հարց ենք մենք այս ընտրություններով լուծելու։ Ես էլ գտնում եմ, որ այո, սրանք աշխարհաքաղաքական ընտրություններ են, բայց աշխարհաքաղաքական ընտրություններ լինելուց զատ սրանք նաև Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորելու ընտրություններ են։ Արդյոք հենց այստեղ չի մեղը։ Այն որ սրանք Հայաստանի պատմության մեջ, եթե ոչ ամենակարևորը, ապա կարևորագույն ընտրություններից մեկն են, դա շատ ակնհայտ է։
Այն որ սրանք նաև Հայաստանի պատմության մեջ ամենաաշխարհաքաղաքականացված ընտրություններն են, դա նույնպես ակնհայտ է։ Այս ընտրություններին Հայաստանի հասարակությունը մի 5-6 հարցի ունի պատասխանելու։ Առաջին հարց՝ պատերազմ թե խաղաղություն։ Երկրորդ հարց՝ ժողովրդավարություն թե ոչ։ Երրորդ հարց՝ գուբերնիա թե ինքնիշխանություն։ Չորրորդ հարց՝ ուրեմն աշխարհաքաղաքական կողմնորոշում արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, թե դեռևս չպատասխանել այդ հարցին, որովհետև դա էլ է պատասխան սպայության որևէ պատասխան չանելը, հա։ 5-րդ հարց մի քանի այսպիսի մեծ հարցեր կան, որոնց ընտրելով մարդը պատասխան է տալու։ Այս ընտրություններում կա հստակ ուրեմն ձևավորված երկու բևեռ եւ երրորդ բևեռ, որի մասին մի փոքր ավելի ուշ կասեմ։ Մի բևեռը դա իշխանության բևեռն է, երկրորդ բևեռը դա ուրեմն այնա ինչ որ իշխանությունները ասում են եռագլուխ հրեշ, Կրեմլի վկաներ կամ չգիտեմ, մի քանի կուսակ 3-ից ավել են իմ կարծիքով դրանք, ուղղակի այդպես տարբեր ճամբարներով են խաղում, որոնք որ ընդհանուր առմամբ մի բան է իրանց միավորում, դա այն բոլոր հարցերը, որ ես տվեցի, այդ հարցերին մի քիչ այլ պատասխաններ է, քան օրինակ ես կուզեի տեսնել, հա։ Բայց այս ամբողջ պատմության մեջ ես կարծում եմ Հայաստանի քաղաքական դաշտում կան նաև այլ կուսակցություններ, իմաստնավորի ձեր կուսակցությունը, իմաստնավորի մի քանի այլ ժողովրդավարական արժեքների կրող կուսակցություններ, որոնց դերը ես չափազանց կարևոր եմ համարում։ Ինչ նկատի ունեմ։ Տեսեք, եթե այդ կուսակցությունները մտնում են խորհրդարան, մենք ունենում ենք խորհրդարան, որտեղ առնվազն ունենում ենք խորհրդարանական այլընտրանք, ժողովրդավարական այլընտրանք իշխանությանը, այլ չենք ունենում իրավիճակ, երբ որ իշխանության այլընտրանքը ըստ էության հրեշներն են, որտեղ վերջին 8 տարիների պատմությունն է նրա, որ իշխանության այլընտրանքը մարդակերներն են, հա։ Ու այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանում վերջապես ձևավորվի ժողովրդավարական, նորմալ, adekvat ընդդիմություն, խորհրդարանական ընդդիմություն, այլընտրանք ձևավորվի ժողովրդավարական։ Սա ասելով հանդերձ, ես ուզում եմ ձերը շատ անկեղծ լինել, ես կարծում եմ այս պայությամբ ամենամեծ խնդիրը այն է, որ ժողովրդավարական ուժերը շատ բանեղած են, տարանջատված են, բաժանված են միմյանցից։ Սա ինձ համար շատ մեծ խնդիր է, եւ ես բարբերաբար երբ որ հանդիպում եմ գործընկերներիս հետ զրուցում եմ, ես միայն մեկ կոչ եմ անում, ասում եմ հարգելի գործընկերներ, դուք որոշակի տարաձայնություններով հանդերձ նույն բանն եք ուզում։ Դուք ուզում եք Հայաստանի համար ժողովրդավարական, արևմտյան, իրավահեն, օրինական ապագա։ Սա քիչ ընդհանրություն չի, սա քիչ բան չի, որի վրա հնարավոր է հասկանում եք համագործակցություն կառուցել։ Մանավանդ մեր օրերում, երբ որ ձեր հակառակորդները նորից եմ կրկնում մարդակերներ են ըստ էության։ Եվ ինձ համար ամենամեծ ուրեմն խնդիրը այն է, որ այս ժողովրդավարական ուժերը անընդհատ ըստ էության տապալվում են իրենց միավորման գործում։ Իրանք իրար են մեղադրում, մեկի մոտ անաբեղավոր, այի մոտ բնաբեղավոր, դա էական չի։ Էականը այն է, որ Հայաստանի հասարակությանը անհրաժեշտ է, որ այդ ժողովրդավարական ուժերը միավորվեն։ Այստեղ ես կարծում եմ, որ պետք է մի քիչ ձեզ առարկեմ։ Համեցեք։ Տեսեք, ես կարծում եմ, որ մենք պետք է ի վերջո ձերբազատվենք միֆերից, որովհետև քաղաքականության մեջ այդ միֆերը կարծրատիպային մտածողության դրսևորում են, եւ այդ միֆերը ոչ միշտ են ճիշտ տեսակետ ձևավորում։ Ժողովրդավարական ճակատի ուժերի միավորումը ես համարում եմ այդ միֆերից մեկը։ Եթե կոնկրետ խոսքը վերաբերում է Հանրապետություն կուսակցությունը, նայեք մեր անցած ճանապարհը, միշտ էլ եղել է այդ միավորող ուժը, միշտ է եղել այդ միավորող ուժը, թե դաշինքներով է հանդես եկել, բայց այս պարագայում մենք արդեն 3 արեցինք մեր համագումարը եւ այնտեղ որոշում կայացվեց միայնակ գնալ ընտրությունների, ավելի միավորելով, ավելի համատեղելով մեր ուժերը եւ միանշանակ հաջողություն մաղթելով բոլոր մյուս կուսակցություններին։ Ինչու այս ճանապարհը գնացինք, որովհետև թերևս առաջին դեպքը, առաջին պատճառը այն էր, որ ուղղակի չկայացավ այդ միավորումը։ Նրանք սպասեցին, մենք դիմենք, մենք սպասեցինք, իրենք դիմեն, ու այստեղ հենց արմատը այն էր, որ չի լինում մի բան արհեստական, դա պիտի լինի ինքնաբուխ։ Եթե դա ինքնաբուխ չի լինում, հաջողության հասնել չի կարող։ Ես չեմ կարծում, որ հիմա ինչ որ չափազանցություն կասեմ, եթե ասեմ, որ ամենայն դեպս
այս դաշտի ամենաուժեղ կուսակցությունը Հանրապետություն Դա կուսակցությունն է։ հարցումները համենայն դեպս հաստատում են։ Այո, եւ Հանրապետություն կուսակցության ներկայությունը իսկապես խորհրդարանում, եթե մյուս ուժերն էլ անցնեն, միանշանակ դա կլինի մեր ձեռքբերումը նաեւ։ Հանրապետություն կուսակցության ներկայությունը խորհրդարանում ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, հավասարակշռող դիրք է ունենալու, որովհետեւ առավելևս այն պարագայում, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացված նախընտրական ծրագրում շեշտը դրվում է ոչ միայն այդ հավասարակշիռ քաղաքականության շարունակմանը, որը ես իսպառ բացառում եմ, դա մեր երկրում ռուսական այսքան մոնոպոլիաների առկայությամբ ինչն է հավասարակշռում։ Ցանկացած քաղաքականության հիմքում տնտեսությունն է։ Տնտեսության մեջ հավասարակշռություն որևէ պարագայում 8 տարում քաղաքացիական պայմանագիրը չի ասել։ Այո։ Ավելին, այստեղ ավելացված է նաև տարածաշրջանային քաղաքականությունը, տարածաշրջանայնացման քաղաքականությունը, որը դարձյալ իմ գնահատականով նոնսենս է, որովհետև եթե Հայաստանը կտրվում է մյուս պետությունների հետ տնտեսական համագործակցությունից, տարածաշրջանից դուրս մյուս պետությունների հետ, այսինքն ինչ մենք բացառում ենք տրիպը։ Ինչ է դուրս գալիս էլի։ Առաջին հայացքից այդպես է ընկալում, հասկանում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը ինչ-ինչ, բայց տրիպը բացառել չի կարող։ Դա թե պատերազմի եւ խաղաղության հարցը, թե անվտանգության հարցը, թե տնտեսական զարգացման հարցը եւ ընտրություններում իրենց գլխավոր հաղթաթղթերից մեկն է։ Այնուամենայնիվ վերադառնալով ասենք կոնկրետ հանրապետությանը, ես կարծում եմ հանրապետությունը բոլոր հնարավորությունները իսկապես ունի խորհրդարանում հայտնվելու, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չի, որ ԿՊ-ն իսկապես գնալու է իր 50+1-ին, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունենալու խնդիր չունի։ Եվ այս պարագայում միջին վիճակագրական ընտրողի համար, որը չի ուզում, որ եւս 5 տարի այսպես գողփիսով ու քաչալ շուն ու չգիտեմ իրար ինչ ասեն, ունենա մի ուժ, որում ինքը իսկապես ներկայացված կլինի իր լավագույն մղումներով, որտեղ կլինի պաշտպանությունը, զարգացումը, անվտանգությունը, որտեղ կլինի ծրագիր, ազգային գաղափարախոսություն։ Բոլոր դեպքերում մենք ամենայն հաջողություն եմ մաղթում եւ ես անկեղծորեն եմ ասում, որ ես շատ շահագրգռված եմ, որպեսզի այն նմանատիպ ուժ անցնի խորհրդան, արդեն նկարագրածս իրավիճակի հետ կապված եւ կառաջարկեմ, որպեսզի մենք ընտրությունից հետո վերադառնանք այս թեմային։ Ամեն դեպքում իմ մտահոգությունը մնում է, որ ես կարծում եմ շատ մեծ խնդիր է ժողովրդավարական ուժերի համար այս բաժանվածությունը, բայց նույնիսկ եմ կրկնում ամենաշահագրգռված մարդը Հայաստանում ես եմ, որպեսզի ուրեմն ես սխալվեմ եւ ժողովրդավարական Ես կարծում եմ Հանրապետություն կուսակցությունը մի ձայն արդեն ունի ընտրություններում։ Շնորհակալ եմ։ Անցնենք իմ ամենասիրած հատվածին, բլիցին։ Սիրով։ Ձեր կարծիքով ով է միջին վիճակագրական հայը։ Ոյ, այստեղ երկար չպետք է մտածես, չէ՞։ Կարճ եւ հակերճ։ Միջին տարիքի օրվա աշխատանքով ապրող, իր հացը վաստակող, մտահոգ շատ հաճախ մարդը։ Պատրաստ եք Պանդորայի արկղը բացել ձեր ճշմարտացիությունը ապացուցելու համար։ Ես կարծում եմ իմ անցած տարիների ընթացքում գործունեությունը մի քանի անգամ ապացուցել է, որ ես դա անում եմ բարբերաբար։ Ինչից եք ամենից շատ վախենում։ Ամենից շատ վախենում եմ երեխայիս համար ավելի վատ պայմաններ թողնելուն որպես ծնող, հա, քան օրինակ ունեցել եմ ես, որովհետև դա ամեն սերունդի, ամեն հոր երևի ամենամեծ պարտականությունն է կյանքում ձևավորել ավելի լավ սերունդ, քան ինքն է եղել ու ձևավորել ավելի լավ մեկնարկային պայմաններ, քան ինքն է ունեցել։ Եթե մեր սերունդը տապալի օրինակի համար, հա, խաղաղության օրակարգը, ապա մեր սերունդը տապալված սերունդ կլինի, որտեղ մենք մեր հաջորդ սերունդին կժառանգենք նույն խնդիրները, ինչ որ մենք ենք ունեցել։ Ինչ ստացել ենք մեր հայրերից ու պապերից։ Ինչ կհարցնեիք Ուինստոն Չերչիլին հանդիպելու դեպքում։ Դա փորձ է։ Քանի որ ես շատ հավանում եմ եւ շատ ծանոթ եմ իր քաղաքական ժառանգությանը, քաղաքական հարց չէ դա, այսպես ավելի շատ կյանքի ուրեմն եւ սենց ասեմ դաշնակիցների եւ հակառակորդների հետ հարաբերվելու եւ ուրեմն հարաբերությունները կառուցելու վերաբերյալ մի քանի խորհուրդ կհարցնեի, որտեվ ծերուկը այդ թեմաներից շատ լավ
Դարդանելի նեղություններում պարտված ծերուկը, պատերազմում հաղթելուց հետո ընտրություններում պարտված ծերուկը։ Բայց մի քանի լավ խորհուրդ ինձ թվում է այդ բաներով կտար։ Շատ լավ, ձեզ համար ինչ է ժամանակը։ Մրցավազք այն առումով, որ կարծում եմ մեզ որպես մարդ հարած այս աշխարհում շատ քիչ ժամանակ է տված եւ չափազանց շատ անելիք կա։ Ու դու անընդհատ ոնց որ թե ժամանակի հետ մրցավազքի մեջ ես, թե կհասցնես անել այն ամեն ինչ որ դու ուզում ես անես եւ ինչ որ համարում ես, որ ի վիճակի ես անել։ Թե ժամանակը չի երիք։ Թե ժամանակը չի երիք։ Եվ ու ինձ թվում է մարդկության մեջ բոլորը պարտվել են, ճիշտ ասած, որտեղ ժամանակը երբեք չի երիք։ Հեռանալիս հեռացիր, թե կամուրջների չեք այրում։ Նայած ինչի ես հեռանում ու ոնց ես հեռանում, շատ ա եղել իմ կյանքում որ կամուրջները այրել եմ, բայց եթե իրավիճակը այնպեսին է, որ օբյեկտիվորեն կարելի է կամուրջը թողել, կամուրջը թող։ Ձեր հարցը ինձ։ Այս բանի մեջ, այս ուրեմն էքսպրես հարցերի մեջ իմ ամենասիրած հարցը երևի թե նա, թե Աստծուն որ հանդիպեք, ինչ կասեք իրեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարզ շնորհակալություն։ Ամեն ինչի համար, ծնվելու հնարավորության, կյանքում տրված հնարավորությունների ու նաև չտրված հնարավորությունների։ Չգիտեմ ինչու ինձ թվում է, որ յուրաքանչյուրը այս կյանքում ունի իր աստեղային պահը։ Աստված բոլորիս հավասար հնարավորություններ է տալիս այդ աստեղային պահին։ Մենք պարզապես պետք է ճիշտ ընտրություն այդ պահին կատարենք, որովհետև այդ պահին կատարված ընտրությունից հետո մեր բոլոր հաջողությունների ու անհաջողությունների կարծես ծրագիրն է սկսում գործել ըստ մեր առաջին ընտրության, աստեղային պահի ընտրության։ Գուցե սխալվում եմ, այ որ Աստծուն հանդիպեմ կհիշեմ ու այդ հարցը կտամ։ Շնորհակալ եմ։ Սիրելի ունկնդիրներ, հենման կետում այսօր ավանդաբար մենք փորձեցինք պատասխանել հայերիս համար դարակազմիկ հարցին. ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Կարծում եմ դուք հերթական անգամ համոզվեցիք, որ հենման կետը իրես հարցերի քննարկված, նաեւ չքննարկված ձեր քննարկմանը թողնված հարցերի պատասխանի շրջագծում հենման կետը ձեր հենման կետն է։ Բարին ընդ ձեզ։